Խելացի տան համակարգերից մեկը նաև էլեկտրական զամոկն է, որը կարելի է կառավարել հեռվից և բացել դուռը։ Այն բաղկացած է զամոկից, միջուկից իր բանալիներով, դետալ, որը ամրացնում է միջուկը և դետալ, որտեղ մտնում է լեզվակը, որպեսզի դուռը չբացվի։ Էլեկտրական զամոկները օժտված չեն զաշիտայով, այսինքն երկար ժամանակ իրենց հոսանք տալու ժամանակ կարող ենք վնասել կոճը, որը և բացում է մեխանիզմը և ետ է քաշում լեզվակին։ Այժմ քանդենք զամոկը, կհասկանանք, որ դետալը ինչ գործողություն է անում և ինչպես այն միացնել, որպեսզի այն երկար աշխատի և շարքից շուտ դուրս չգա։ Նախքան զամոկին անցնելը, զամոկն ունի միջուկի տարբերակ բացելու, որը բացվում է դրսից, նախատեսված է դրսից բացելու համար, այն տեղադրվում է այս կերպ և իհարկե անպայման ետևից ձգվում է այս դետալով, քանի որ այս դետալի չլինելու դեպքում երբ բանալին մենք պտտում ենք, պտտվում է միայն միջուկը, իսկ այլ առարկաների դեպքում այն չի պտտվում, քանի որ բանալի մեխանիզմը պահում է, կպած է միջուկի ընդհանուր դետալին։ Որպեսզի դրսից չկարողանան բացեն առանց բանալի, այսինքն առանց բանալի դեպքում, երբ մենք ուզում ենք պտտենք, մեր մոտ միջուկը չի պտտվում, այլ փորձում է պտտվել ընդհանուր այս մակերեսը կամ հիմքը զամոկի, որի արդյունքում սկսում է պտտվել այս դետալը։ Եթե այն չամրացնենք մենք ինչ-որ հիմքի, ապա դրսից ցանկացած մարդ առանց բանալի կարող է ինչ-որ առարկայով պտտել այսպես ընդհանուր հիմքը միջուկի և բացել դուռը։ Որպեսզի խուսափենք, այս դետալը ձգվում է միջուկի հիմքին, իսկ այս անկյուններից ձգվում է դռան վրա։ Մի խոսքով այս դետալը պարտադիր է, որպեսզի դրսից չկարողանան բացել առանց բանալի։ Այժմ անցնենք զամոկին, զամոկը բացի ներսից բացվելու տարբերակի ու նաև մեջից ներսից բացվելու տարբերակ, երբ սեղմում ենք այս կնոպկան, ետ է գնում լեզվակը և բացվում է դուռը։ Այս կողմի միջուկը նախատեսված չէ դուռը բացելու համար, այլ ուղղակի փակելու դեպքում բլոկիրովկա է անում այս կնոպկային, որի և թույլ չի տալի մի խոսքով, որպեսզի կարողանան ներսից դուռը բացել մեխանիկական տարբերակով։ Բացելու դեպքում այն աշխատում է։ Հաջորդ տարբերակը արդեն էլեկտրոնային տարբերակն է, այժմ քանդենք զամոկը և հասկանանք ինչպես է այն աշխատում։
այդ մեխանիկական դետալը եւ այսպիսով երբ զամոկը մենք փակում ենք, մեր մոտ սեղմվում է այս դետալը եւ միաժամանակ ետ են գնում լեզվակը եւ այս դետալը, որից հետո մեր մոտ ստացվում է այսպիսի տեսք։ Լեզվակը գտնվում է այս անցքի մեջ, որպեսզի դուռը չբացվի, իսկ այս դետալը մնում է ետ եւ լարման մեջ է պահում այս մեխանիզմին, որը որ պետք է ետ քաշի լեզվակին։ Փակ ժամանակ մենք ունենք այս տեսքը։ Այժմ երբ այս դետալը սեղմված է, երբ էլեկտրական կոճերը մագնիսանում են էլեկտրական հոսանք տալուց, այս մեխանիզմը ետ է գնում եւ լեզվակը գալիս է հետ։ Երբ մենք ձեռքով ենք սեղմում այս դետալին, ինչ է ստացվում, որ այս դետալը չի կարողանում խորը ներս մտնել եւ չի կարողանում սեղմել մեխանիկական ձևով այս դետալին, որի արդյունքում ներսից չի բացվում։ Դրսից բացելու ժամանակ արդեն աշխատում է այս դետալը եւ քաշում է առաջ այս մեխանիզմին։ Այսպես։ Իսկն սովորական դրան բանալիների նման, այստեղ մենք չենք պտտելու մի քանի պտույտ, այլ ուղղակի այս դիրքից բերել ենք այս դիրքը։ Եթե հնարավորություն չկա այս դետալը տեղադրել ինչ-որ երկաթյա մակերեսների կամ մի խոսքով անհարմարության պատճառով, կարող եք միջուկի հիմքը ձգել այստեղի գտնվող անցքերով եւ չօգտագործել արդեն այս դետալը։ Եվ այսպիսով ստանում ենք այսպիսի տեսք։ Ձգելով արդեն մենք ֆիքսում ենք կորպուսը միջուկի եւ այն դրսից չի կարող պտտվել առանց բանալի։ Այսքանը մեխանիզմի մասին աշխատանքային։ Եթե ինչ-ինչ պատճառներով պետք լինի այս դետալը հետ քաշելու, որպեսզի այն ավելի հեշտ փակվի, դուռը քիչ ուժ գործադրելու, այստեղ կա կարգավորման համար նախատեսված համակարգ, որի միջոցով կարող ենք մի փոքր ետ քաշել այս դետալը։ Ըստ գրականության փակվելուց հետո այստեղ պետք է մնա մոտավոր 5 մմ տարածք, բայց քանի որ այստեղ մեծ ուժեր են հարկավոր, մի խոսքով եթե հարկ լինի հեշտ փակելու, կարող եք այստեղից կարգավորել։ Այս էլեկտրոմեխանիկական զամոկների հիմնական խնդիրը հետևյալն է, որ երկար ժամանակ
կոճերին հոսանք տալու դեպքում նրանք շուտ շարքից դուրս են գալիս, հետևաբար եթե ինչ-որ համակարգային պետք է միացնեք, պետք է իմանաք, որ այն երկար ժամանակ լարում չի տալիս, կամ փորձարկեք նոր միացնեք, քանի որ մինչև հասկանաք, որ նա երկար է տալիս, կարող է արդեն վնասեք այս կոճերը, թե ինչպես է այն աշխատում։ Եթե այսպես տանք եւ պահենք երկար ժամանակ, կոճերը կտաքանան եւ կվնասվեն։ Այս դեպքը կարա լինի այն ժամանակ, երբ որ դուք միացնեք առանց ինչ-որ համակարգի, ուղղակի լարում տանեք ինչ-որ միտեղ եւ այնտեղից կնոպկան սեղմելով բացեք դուռը։ Այսինքն հեռվից չեք իմանա, թե զամոկը բացվել է թե չէ։ Մի խոսքով երկար պահելու դեպքում արդեն կվնասվեն այս կոճերը եւ շարքից դուրս կգա զամոկը։ Եվ որպեսզի այս խնդիրը չլինի, այսինքն երկար մնալու եւ չկարողանանք անգամ ցանկության դեպքում վնասենք կոճը, պետք է օգտագործենք այսպիսի մի սարք, որին անվանում են նաեւ բուզ, այն նրա էլեկտրոնային միացման սխեման, այժմ ես կցուցադրեմ նաև էլեկտրոնային սխեման, որ իրանից բաղկացած է կոնդենսատրից, դիմադրությունից և դիոդից։ Ինչպես է այն աշխատում, երբ տալիս ենք մենք նրան լարում, կոնդենսատորը դիմադրության միջոցով դանդաղ լիցքավորվում է, երբ հավաքում է համապատասխան լարումը, մենք սեղմում ենք բացելու կնոպկան և կոնդենսատորի մեջի հավաքված լարումը գնում է կոճին և դատարկվում է կոնդենսատորը, որտեղ արդեն այլևս լարում չկա, որպեսզի կարողանա ետ քաշել կոճին։ Այժմ այս ամենը փորձարկենք իրականության մեջ։ Մեր մոտ մտնողը և դուրս գալացողը պլյուս լարումն է լինելու։ Հետևաբար կոճը միացնում ենք մինուսին մի ոտքը, մինուսը միացնում ենք բուզից դուրս գալացող ոտքին և վերջ։ Այժմ եթե մենք այս սխեման միացնենք, մեր մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ մեր մոտ լիցքավորված չէ կոնդենսատորը։ Այն լիցքավորելու համար պետք է ցեպը կտրվի, այսինքն մատը վերցնենք կնոպկայից, որից հետո արդեն կհավաքվի այստեղ լարումը։ Եվ այսպիսով մենք ունենք 12 վոլտ լարում, մեր այս բուզ համակարգից դուրս է գալի 12 վոլտ, քանի որ այս պահին այն լիցքավորված է,
Եվ երբ միացնենք արդեն ինչ նկատեցինք, որ քանի մեր մոտ կնոպկան սեղմված է դուռը բացելու, մեր մոտ կոճը սեղմված չէ, այսինքն չի աշխատում, այսինքն կոճին հասնում է 0 վոլտ, այստեղ արդեն իր վրա է վերցնում լարումը դիմադրությունը և չի թողնում, որպեսզի լարում հավաքվի համապատասխան չափի, որպեսզի կոճը միանա։ Երբ մենք անջատենք կոճի ոտքը, տեսնում ենք, որ աստիճանաբար արդեն լարումը հավաքվեց, որ նշանակում է, որ արդեն երբ մենք սեղմենք բացելու կնոպկան, մեր մոտ կաշխատի էլեկտրոնային կոճերը։ Մի խոսքով այս համակարգը տեղադրելով մենք խուսափում ենք կոճերի շուտ շարքից դուրս գալուն, այսինքն եթե մենք չունենանք ինչ-որ համակարգ, ուղղակի հեռվից պետք է սեղմենք կնոպկան և չենք կարողանում հեռվից հասկանալ բացվել է թե ոչ զամոկը էլեկտրոնային, այս համակարգը մեզ կօգնի, որպեսզի չվնասենք էլեկտրոնային այս զամոկը։ Իսկ աշխատանքային պրոցեսը հետևյալն է, սեղմում ենք այս դետալը, մեր մոտ ամեն ինչ փակ է, կնոպկան սեղմելուց այն բացվում է։ Բացվեց և կոճերին այլևս լարում չի գնում, չնայած որ մենք արդեն սեղմած պահել ենք կնոպկան։ Տեղադրելուց նաև այնպես ենք անում, որպեսզի հնարավորինս լավ սեղմվի այս դետալը, քանի որ այն սեղմվելուց ներքև է իջնում այս դետալը և չի թողնում, որպեսզի այս լեզվակը ետ գնա։ Կիսատ սեղմվելու դեպքում այն հնարավորություն է տալիս ետ գնալու և ինչ-ինչ դեպքերում կարող են այսպես ետ բրդելով բացել դուռը։ Մի խոսքով ցանկալի է, որ այն մաքսիմում ետ կանգնի և չթողի, որ այս լեզվակը ետ գնա, եթե այս կողմից չունեք ինչ-որ պաշտպանիչ շերտ դռան վրա։ Եվ այսպիսով պարզեցինք, թե ինչպես է աշխատում մեխանիզմը այս էլեկտրոմեխանիկական զամոկի, պարզեցինք նաև, թե ինչպես միացնել էլեկտրոնային լարերը, որպեսզի չվնասենք կոճը մեր էլեկտրոմեխանիկական զամոկի։ Այս գայկայի միջոցով թուլացնելով կամ երկարացնելով, կարճացնելով այս ռեզբան, մենք կարգավորում ենք այս սեղմող ուժը։ Ինչքան այս դետալը մոտենում է դեպի գայկայի ուղղությամբ, այնքան դժվար է սեղմվում այս դետալը դեպի ներս։ Իսկ եթե ուզում եք լեզվակի դիրքերը փոխել այս ձևից այս ձև, այդ ժամանակ այստեղից քանդում ենք այս դետալները և դուրս ենք հանում իր տեղից լեզվակը և տեղադրում ենք մեզ հարմար դիրքով։